Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, Բևերի երիտասարդական փոդքասթի այս տարվա առաջին թողարկումն է եւ այսօր տաղավարում ես կզրուցեմ տեղեկատվական տեխնոլոգիաների տվյալների վերլուծաբան, ասպիրանտ, չէ՞, տնտեսագիտության ասպիրանտ Սամվել Աշոտյանի հետ։ Բարի երեկո, Սամվել ջան, շնորհակալ եմ, որ այս տարվա մեր առաջին հյուրն ես այս տաղավարում եւ սկսենք ամենակարևորից, որ այս իշխանությունների, թրքամետ իշխանությունների ուղիղ սպառնալիքները հասան քեզ, հենց իրենք մի ակտիվ մարդ են տեսնում, սկսում են անմիջապես թիրախավորել եւ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակի մակարդակով, փաստորեն մի նյութի հետ կապված, որի մասին երևի դուք ասես, 24 ժամ ժամանակ են տալիս, հա, այսպեսի գրառումը ես նկատեցի մամուլի խոսնակի եւ եթե ոչ կդիմեն դատարան։ Հիմա ինչ էր եղել, ինչի համար են կատաղել։ Նախ ողջույն Հերմինե ջան, շնորհակալ եմ ինձ հյուրընկալելու համար, շատ ուրախ եմ, որ այս տարվա առաջին թողարկման հյուրը ես եմ։ Դա դեպքը սկսեց նրանից, երբ որ տեսա, նկատեցի, որ մեկնաբանություն են թողել 2-3 ամիս առաջվա իմ վիդեոներից մեկի տակ, որը ունի 150,000 դիտում, այսինքն ակնհայտորեն չէր կարող այդ շրջանակների աչքից չվրիպել։ Տեսա, որ մեկնաբանություն թողել ձեզ 24 ժամ ժամանակ ինչ-որ այսպես սպառնող ոճի մեջ, կարծես թե կարելի է մտածել, որ ես եմ այդ մամլոխոսնակի ծառայողը, պետական ծառայողը, այլ ոչ թե ինքը իմը։ Ոնց որ շատ մեծ բան կարելի խզում կա, այս մարդիկ լավ չեն հասկանում, ինչ դիրքում են գտնվում, որ իրենք պետական ծառայող են, իրենք հանրության ծառայելու համար են, ոչ թե հանրությանը սպառնալու։ Այդ խնդրին երևի անդրադառնանք, թե ինչ է այսպես ստացվել, որ իրենք այդպես են մտածում։ Այո, բայց գանք դա խնդրից խաղաղատներին էր վերաբերում, չէ՞։ Ահա, ուրեմն ես ձեզ կարող եմ մի քանի այսպես բաներ բերել, ստատիստիկա բերել հենց այդ խաղաղատների մասով, ուրեմն 2017 թվականին մոտավոր եմ թվերը ասում, որովհետև հստակ չեմ հիշի, դրա մասին նյութ ունեմ, կարող եք նայել, շուտով նորից կհեռարձակեմ, գրեթե 150 միլիարդ դրամի շրջանառություն է եղել խաղային ոլորտում։ Գալիս ենք 2024 թվականին 7.2 տրիլիոն դրամ։ 50 անգամից ավելի շրջանառությունը մեծացել է։ Հիմա ես հարց ունեմ։ Պետությունը այս ընթացքում, երբ որ մենք տեսնում ենք, որ հանրությունը կազինոների վրա է նստած, կոպիտ ասած, շատ կոպիտ ասեմ, տեսնում ենք, որ մարդիկ կոնկրետ կորցնում են իրենց ունեցվածքը։ Դա բոլորս գիտենք, որ այն ճահիճն է, որ մարդուն կարող է լրիվ վերջացնել, այսպես ասենք, կարող է մարդու կյանքը կործանել։ Մենք տեսնում ենք, որ այսքան ահագնանում է ու առնվազն պետության կողմից անգործություն է, չէ՞, եթե մենք տեսնում ենք, որ 50 անգամ մի քանի տարվա ընթացքում այդ շրջանառությունը մեծացել է։ Հիմա այս կոնտեքստում ես ուզում եմ հիշեցնել, որ Հայկ Սարգսյանը ազգային ժողովում, դեռևս այն ժամանակ, երբ որ իրեն կարգապահական տույժ նշանակեցին, ինքը նշում է, ուղիղ խոսքը մեջ բերեմ, հենց ամբողջությամբ ուղիղ չեմ կարող ասել, բայց էսա, ասում է, ինձ կարգապահական տույժ նշանակեցին հենց այն ժամանակ, Ալեն Սիմոնյանը նշանակեց, երբ որ ազգային ժողովում քննարկման էի դրել խաղային ոլորտի турքերը 2 անգամ մեծացնելու նախագիծը, որից հետո Հայկ Սարգսյանը շիշպռնող են որ ասում։ Ինքը ուրեմն այս երկրորդ անգամ երբ որ իրեն արդեն ցուցակ չվերցրին, չէ՞։ Հա, ԿՊ-ի ցուցակում չկահայտնվեց, իրեն չհաստատեցին ու ինքը դուրս եկավ ու այսպիսի բառեր ասեց, ուղիղ չասեմ, էլի չգան ասեն նորից հերյուրանք եւ այլն ուղղակիորեն ակնարկեց, ասաց, որ այս ամենը, որ ես չեմ հայտնվել ցուցակում, կապված է նրա հետ, որ ես այսպիսի օրենքի նախագիծ եմ առաջ բերել։ Հանրությունն էլ դատավոր, քանի որ մենք գիտենք, որ դատաիրավական համակարգը կոնկրետ մեղադրում իր ԿՊ ցուցակում։ Դա ակնարկը հստակ է, ես այդ ակնարկից հետո հասկացա, որ ինքը ուղիղ Ալեն Սիմոնյանի մասն է խոսում։ Մենք խոսում ենք դրա մասին, որ Ալեն Սիմոնյանն իրեն կարգապահական տույժ է նշանակել հենց նույն օրը, երբ որ ինքը այդ օրենքի նախագիծը բերել է, չի դուրս գալիս ինքը ինչ է ասում։ Այսինքն դա այս դավաճանական ռեժիմում էլ ջրերը մի առվով չեն հոսում։ Դա ակնհայտորեն մի առվով չեն հոսում, ճիշտ ասած այդ դեպքից հետո Հայկ Սարգսյանի մասին, որ ես լրիվ այլ կարծիք էի, մի քիչ ես սկսեցի ավելի սկզբունքային աչքով նրան նայել, որովհետև դա մարդը փաստացի այդ գոնե այդ գործով ինքը հավատում է, որ վատ բան է, որ ժողովուրդը կազինոյի վրա է նստած, գոնե պայքարեց էլի։ Բայց թե նույն դավաճան ռեժիմի մասնիկ է, ցավալիորեն։ Եվ հիմա իրենք ընթացք փաստորեն նյութը վերաբերում էր դրան, փոքրիկ տեսանյութ էր։ Այո, այդ տեսանյութի մեջ դրան էր վերաբերում, դրա մասին եմ խոսում, իրենք ասում են հերյուրանք, չգիտեմ ես եւ այլն, կեղծիկ եւ սուտ եք տարածում ու հեռացրեք։ Չեմ հեռացրել, չեմ հեռացնելու
եթե բան ունեն ասելու, կարող են դատարան դիմել, կհանդիպենք դատարանում, ես իրենց արդեն մի անգամ ասել եմ։ Բայց իրենց այդ շանտաժի տեխնոլոգիան էլի, ասենք մամուլի խոսնակ է, չէ՞, ի վերջո, մեր հարկերով աշխատավարձ է ստանում, ինչ բառը, ասենք 24 ժամ ժամանակ ենք տալիս, ասենք փաստորեն Հայաստանում արդեն գիտեք խնդիրն ինչին է գալիս, երբ որ մարդ այս կյանքում չգիտեմ, ոչ նորմալ կրթություն ունենա, ոչ մի այս կյանքում ինքն իրենով բանի հասած չլինի ու մեկ էլ ինքը բարձր ինչ որ դիրքի է հայտնվում, կարող է գլուխը եւ պես մի քիչ պատտվի ու ինքը մտածի, այս ի՞նչ լուրջ դեմք եմ ես, օր այս այն Քաջնազարի էֆեկտն է, որ ասում է, բայ ես sense ուժեղ էի ու չգիտեի դրա մասին։ Այ դա է, իրանք այդքան ուժեղ էին ու երևի չգիտեին դրա մասին ողջ կյանքում, մեկ էլ հոп ու հայտնվում են բոլորիս այս վզին գլխին են մեր հայտնվում ու իրանք կարծիքով տենց էլ պիտի լինի։ Ու իրանք պետք է որ իշխանություն են այդ բանով իրենք պետք է բոլորի վրա մունատ կան, իսկ մարդիկ չեն կարող պատասխանել մոռանալով որ հենց անձամբ իմ հարկերից են իրենք աշխատավարձ ստանում բոլորիս հարկերից ու ընդհանուր առմամբ մենք պետք է ձգտենք այնպիսի պետության որտեղ իշխանության աղբյուրը ժողովուրդն է ու ժողովրդին ծառայող իշխանություն բայց մենք տեսանք որ Նիկոլ Փաշինյանը քննադատելով Նիկոլ կներեք Սերժ Սարգսյանի կարած կոստյումը իր հակով կարած եկավ հակավ կոստյումը այս 7 տարի այդ կոստյումը շատ գեղեցիկ իրեն սազում է այդ կոստյումը ու ավելի է կոճակները ավելի գիտեք անընդհատ ոնց որ կուտյուրիայի մոտ է գնում ավելի սենց մի քիչ էլ են բանանում էլի այդ սահմանությունը իր ուզածով այդ կոստյումը մի քիչ էլ ստեղել են դզում այնտեղ են դզում այնպես անեն որ իր իշխանությունը հնարավորինս մի անձնյա ու այսպես սանձարցակ դառնա որը շատ վտանգավոր է դրական այն էր որ սրա հետ կապված կոնկրետ այս օրինակի հետ կապված լավ արձագանք շատ մարդիկ արձագանքեցին ու չգիտեմ հիմա այլ է խնդիրը թե իրենք կշարունակեն չեն շարունակի եթե խելք ունենան չեն շարունակի շարունակեն ես սպասում եմ շարունակության խնդիրը ստացվում է համընդհանուր է ու հենց այս նախընտրական շրջանում իրենք ավելի են խստացրել եթե նկատել ես եթե մի փոքր ակտիվություն են նկատում մարդու կողմից չգիտեմ կլինի ստատուս կլինի վիդեոյի տեսքով հենց իրենց այդ բացերը ջրի երես են դուրս գալիս այդ տվյալ մարդը թիրախավորվում է լավ սա ուր է տանում մեզ սա մեզ տանում է դեպի տոտալիտարիզմ այս բանը մենք ավտորիտարիզմի ճիրաններում ենք արդեն դրանից հետո տոտալիտարիզմը ու մենք պետք է նաև այս տեսանկյունից ոչ միայն Ալաշուքյուր Փաշազադեի պատվերի տեսանկյունից նայենք եկեղեցու վրա հարձակումը այլ նաև հենց սրա որովհետև եկեղեցին այն բացառիկ հերինակավոր կառույցներից մեկն է որ կարող է հակադրվել իրենց ազգային շահերի դեմ գնալուն ու օտարերկրյա պետությունների շահերի սպասարկման այդ օրակարգերին եկեղեցին կարող է դրան դեմ կանգնել ու ինչպես մենք տեսել ենք շատ հաճախ դեմ է կանգնել իհարկե ըստիս ոչ բավարար վճռականությամբ մշտապես մենք տեսել ենք այդ ոչ բավարար վճռականությունը արդյունքն է տեսնում ենք ոչ բավարար վճռականությամբ բայց եկեղեցին այո այդ մեր ազգային այդ միասնություն ապահովող են կառույցն է բացառիկ որը պետք է ենթարկեցնել եթե դու ուզում ես այդ արդեն տոտալիտարիզմի գնաս իհարկե այդտեղ շատ հարցեր կան միախառնված այդ կլինի նաև ընտրությունների կոմպոնենտը այդտեղ կլինեն շատ հարցեր կան սփյուռքը թույլատնելու հարցը կա այստեղ որովհետև եկեղեցին է նույնպես սփյուռքի հետ մեզ ամենաուժեղ կապող օղակը ու այս բոլոր խնդիրները լուծելու համար պետք է այո գրավել եկեղեցին ու Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սկզբում ժողովրդական աջակցության վրա էր հույսը դրել փորձում էր քահանայի միջոցով անել հետո չստացվեց գտավ տիրադավ եպիսկոպոսների հիմա տիրադավ քահանաների ավակում անդադ ինքը փորձում է բայց նկատում եք չէ դիմադրությունը կա ու չի ստացվում որովհետև ժողովրդական աջակցություն չկա բայց պարակտելու հարցում շատ լավ ստացվում է իհարկե ինքը վիրտուոզ պարակտի չէ վիրտուոզ որովհետև մի կողմ թողնելով են որ մայրաթոռում տեղի ունեցած են սարսափելի դեպքը երբ որ հայ ժողովրդին հիմա ոնց որ մի մասը կարող է ինչ-որ մասի մի սրտով ամյուսնի չէ, բայց հայ են, երկու հայ շրջանակների, այսպես գծով քաշել են աջ կողմի ու ձախ կողմի հայեր, որոնք պատրաստ են իրար վնաս տալ։ Բայց ինքը շատ բան է, ճարպկորեն դա ներկայացնում է, օրինակ դավաճանությունը ներկայացնում է խաղաղության հաստատում, եկեղեցու թեմայ Սարշավը ներկայացնում է եկեղեցու նորոգում, ժողովրդի վրա այս հարձակումները ազատ խոսքի համար ճնշումը ներկայացվում է ժողովրդավարության հաստատում ու դրա համար մարդը անգամ փող է բերում իր իշխանությունը պահելու համար։ Հա, երբ որ դու չես կարող ինչ-որ գործ ցույց տալ, դու պետք է ինչ-որ բառերով ցույց տաս, որ այսքան գործ է արվել,
այսինքն այստեղ զուտ քարոզչական բաներ են, այդ դրուկեր են, ես չեմ կարող ասել ուղիղ այդ դավաճանության արդյունքը թե ապիկարության արդյունք է, այսինքն այդ դավաճանություն ասելու համար դա ոնց որ քրեորեն բաժելի արարք է, պետք է դրա համար ես դրանել եմ, մի քիչ զուտ չգան մի օր էլ ասեն ինչ ենք բան, բայց ես կարող եմ ասել որ թշնամական օրակարգերի սպասարկում կա կամա թե ակամա, իսկ արդեն իրենք կամա են արել, ակամա են արել այդ ադրբեջանական կամ թուրքական օրակարգերի սպասարկումը, դա արդեն մենք չենք կարող այս պահին իրավական գնահատական տալ այն փաստով, որ դատա իրավական համակարգը պարզապես իրենց դեպքում չի աշխատում։ Ես կարող եմ ասել, որ օրինակ Ալեն Սիմոնյանը նույն, որ Շան Լակոտներ արտահայտություն արեց Վազգենի ու Նարեկի հասցեին, իրենք որ պատասխան տվեցին, եկան ԱԱԾ-ով իրենց տարան, իսկ Ալեն Սիմոնյանի ոչ մի բան դրանից։ Եթե հիշում եք, թքել էր քաղաքացու վրա։ Այո, քաղաքացու վրա էր ախրանայով չոքացրել, թքել էր քաղաքացու վրա։ Որ մեկն ասես, մեր եղբայրներին, ովքեր են Բաքվում են գտնվում, ու իրենց ձեռքով են Բաքվում, իրենք են պատճառը, որ գերի են գտնվում այսքան տարի։ Այդ մարդիկ այնտեղ մենք Աստված գիտի իրենց գլխին ինչեր են բերել, ասում են բանը, դասալիք են, զենք թողել, փախել են։ Մեկը լինի հարցնի, ասի ձեզանից որ մեկն է պատերազմի մասնակցել, որ մեկիդ երեխան, որ մեկիդ, երևի Աշոտիկը չէ, որ բաներ էին, ինչ որ sense հեքիաթային ինչ որ պատմություններ, մեկի Էռատո ջոկատն է կռվել, մեկ էլ Աշոտիկը։ Այս քարոզչություն, զուտ քարոզչություն է այս ամեն ինչը։ Ու մի խոսքով ասածս նրանում էր, որ այս իշխանությունը նաև բանից իրականությունից կտրվել է, իրենք ընդհանրապես չեն հասկանում ժողովրդի բայց կտրվել են, որ իրականում գիտեք մի քիչ հարց է, իրանք ամեն դեպքում ես կարծում եմ հա իրանք ավելի լավ են հասկանում ինչ է կատարում, քան օրինակ Սերժ Սարգսյանն էր հասկանում, քան Ռոբերտ Քոչարյանն էր հասկանում իրենց ժամանակին, որովհետև ու շատ զավեշտալի է վերջերս տեսակ Զարե Սինանյանը վախեցնում է հոգեվորականներին ժողովուրդը ոտքի կգանգնի, ես կասեի որ ժողովուրդը ոտքի կանգնի, դուք մտահոգվելու առիթ ունեք, ավելի լավ է ժողովրդի անունից մի խոսեք, դուք չեք ներկայացնում ժողովրդի շահը ու ժողովրդին ընդհանուր առմամբ, իհարկե 2026 թվականին ես չեմ բացառում, որ իրենք կվերարտադրվեն, բայց ոնց որ լարված բայց ինչպես կվերարտադրվեն, չէ՞։ Հնարավոր է ընտրակեղծիքով, ինչու ոչ, իրենց համար, այսպես ասեմ, սա այն ամենակարևորագույն հարցն է։ Իրենք ամեն բան կանեն, որ վերընտրվեն։ Թվում է անգամ Նիկոլ Փաշինյանը մարտի 1 էլ կանի իր իշխանությունը պահելու համար։ Չի բացառվում։ Իհարկե, գիտեք, անընդհատ Նիկոլ Փաշինյանը ինչի դեմ խոսել է, մեկը գալիս է ու ինքն է նույն ձևով անում, ավելի այսպես գրոտեսկային, ավելի ցցուն կերպով, օրինակի համար, որ ես հիշում եմ Սերժ Սարգսյանը, որ համարները վերցնեն 001 ու ՍՍ, չէ։ Բավականին մեծ այդպես բաներ սկսվեցին, ինքը այդ համար 1 բաներից էր քննադատներից էր, մեկը հոպ ու պարզվում է, որ այտենց ինքը պերվի կռուկ տղա է, պետքա մեկը լինի իր համար ու այսպես իր ռաբիս բնույթ է, էլի որ նայում ես, ուր որ գնաս հետդ կգամ, ինչ որ այդ երգերը ինչի տակ իրանք ապարում, իր պահվածքը ու երբ որ դա երևի թիմը նկատի ուներ, հա, Նիկոլը ուր որ գնա, իրենք հետ է գան։ Հա, բայց ես համոզված եմ, որ պահը գալու, որ իրենք չեն ուզելու իր հետ գնալ։ Այդ պահը գալու է, իրենք բայց կարող է եւ գնան ստիպված, որովհետեւ բոլորն էլ պատասխան են տալու այդ ամենի համար։ Եթե Նիկոլը բանտ է գնալու, բնականաբար իրենք էլ չէ, ես չգիտեմ որեն իրենք գնալու, բայց ես այդ համոզմունքն եմ, որ իրենք չեն ուզի գնալ։ Կամ կարող է իրանք ուզեն գնալ, չկարողանան գնալ։ Հուսանք այդ օրն էլ այդ երգը կմիացնեն ու կպարեն այդ երգի տակ, կտժան։ Նի դա этого будет ասում է։ Ես չեմ կարծում։ Իմ ասածն ինչու՞մ էր, որ իրենք ակնհայտորեն զգում են, որ հասարակական աջակցություն, հանրային աջակցություն չունեն, դրանից հետո գալիս է արդեն հովանավորների փնտրտուքը պետությունից դուրս ու դրա փոխարեն ոնց որ մեր շահի քիչ-քիչ հանձնում է էլի այդ բաների համար, իրենց աթոռի համար, 5 տարվա աթոռի համար ամեն ինչ հանձնել է, ինչը մեր ազգայինն է, մեր սերունդների համար պետք է լինի, պետք է պահպանվի, ավելի հզորացվի։ Ու այսպես շատ այդպիսի բաներ կան, իրենք մի բան էլ ասեմ, ուրեմն երբ որ մենք ուսումնասիրում ենք, ես այս պահի դրությամբ այսպես ուսումնասիրում եմ ավտորիտար ռեժիմները, ինչպես են իրենք առաջացել, ոնց են հզորացել, ոնց են դիկտատուրաների վերածվել ընդհանուր առմամբ այդ հիբրիդային դեմոկրատիաները։ Պետք է ասել, որ այս պայդրությամբ ինչ տենդենսներ, որ մենք տեսնում ենք, ես մի հատ այսպես բան արեցի, կապ գտա նրա մեջ, թե ինչու է մեր այս պետական պարտն այդքան արագ աճում ու այդ ավտորիտարիզմի տենդենսները, քանի որ ավտորիտարիզմը թանկ հաճույք է իրականում, որովհետև ավտորիտարիզմի պահանջներում դու ունես այսպես առանցքային ինչ որ ինստիտուտներ, մարդիկ, ովքեր պետք է պահպանեն քո իշխանությունը, նրանցից է կախված քո իշխանությունը, եթե ժողովուրդը քեզ չի աջակցում ու դու անդադ պետք է իրենց ինչ որ բենեֆիտներ տաս, ինչ որ իրենց
գոհ պահես, այսպես ասենք։ Այդ գոհ պահելու շրջանակներում է 3 միլիոն դրամ պարգևավճարը, ես տեսա որ մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ նախարարները ստացել են տասնյակ միլիոնավորների պարգևավճարներ, փոխնախարարները ասում են 5 միլիոն, չգիտեմ ինչքանով է։ Բոլորը մարդկանց Պիտի գոհ պահես, որովհետև իրենք լավ են հասկանում, որ այս իշխանությունը երերուն է։ Նիկոլ Փաշինյանն ինքը հասկանում է աթոռը տակից ճոճվում է։ Բայց այդ տպավորությունը չի ստացվում դեռևս։ Ստացվում է։ Չէ, իհարկե ստացվում է։ Վստահ են մի տեսակ։ Ոչ, իրենք հենց դա շատ անինքնավստահ են, որ այսպես են իրենց պահում։ Նիկոլ Փաշինյանն է անինքնավստահ, եթե ինքը անինքնավստահ չլինի, ինքը չէր սկսի ավելի փորձեր երիտասարդ, հանրության երիտասարդ մասին հասնել էս երկերով, այդ PR իրենց ակցիաներն անել, այդքան ընդհանուր առմամբ շատ լավ զգացում է, որ իր հոգևոր անդորը խարխլված է։ Ինչ-որ պայն ավելի ինքնավստահ է։ Ինչպես է ինքը տեսնում հասարակական սոցհարցումներով, հասարակական տրամադրությունները շոշափում։ Պուլսի վրա են պահում, միանշանակ իրենք այդ պուլսի վրա են իրենց ձեռքը պահում, իրենք շոշափում են, իրենք գիտեն, որ հասարակական տրամադրությունները իրենց օգտին չեն խոսում։ Եթե օրվա իշխանությունն ունի 10, 12, 13% աջակցություն, կներեք էլի, այդ ամենա, այսպես ասենք, ամենասարսափելի ամենավատ իշխանությունը պետք է որ մի 30 ունենա։ Ոնց որ ու նաև ավելացրած, որ երևի չէր սպասում, որ եկեղեցու շուրջ այսպես ժողովուրդը իհարկե չէր սպասում, ինքը նաև չէր սպասում, օրինակ իմ դեպքով ասեմ, որ շատ լայն աջակցություն ստացա ու շնորհակալ եմ, սրտան շնորհակալ եմ բոլոր ինձ նամակ գրողներին, հարյուրավոր նամակ գրողներին, հազարավոր մեկնաբանություն թողողներին, այն մարդկանց, ովքեր չմնացին անտարբեր այս հարցով, մարդիկ կային հանրային գործիչներ զանգահարում էին, տեսանյութեր ահագին ես տեսանկարեցին, բոլորին շատ շնորհակալ եմ ու ես ուրախ եմ, որ այն ընդհանուր հասկացությունը կա, որ այս բոլորիս համար է, որովհետև այսօր ես եմ, վաղը մյուսն է, բոլորիս հասնելու էլ բոլորս շարքի մեջ պետք է գոնե այդ հարցում սոլիդարություն իրար հետ ունենանք, որովհետև քաղաքական հայացքներով ես տարբեր մարդկանց տեսա, ում հետ ես ընդհանրապես հակադիր քաղաքական հայացք ունեմ, ում հետ ես մի քիչ ավելի մոտ ունեմ, բայց այդ սոլիդարությունը կար, որ սա անարդարություն է ու անգամ ես ի զարմանս ինձ, ես մի մերձիշխանական մարդուց ստացա նամակ աջակցության, որ Ալեն Սիմոնյանը իրեն սխալ է պահում, ասում է, ես քո այդ քաղաքական հայացքով ասում ես քո հետ համաձայն չեմ, բայց ես քո սոլիդար եմ այս հարցում, որովհետև դու ազնիվ ես։ Փաստորեն որոշակի սթափ մարդիկ կան, գիտեք, ես մի հետաքրքիր տենդենս էլ ասեմ, նաև Նիկոլենք համոզված եմ, որ նայելու են, պարոն Փաշինյան, ես ձեզ համար մի հատ շատ վատ լուր ունեմ, հիմա կպատմեմ։ Նիկոլական, այսպես ասենք, տատիկներ, տոտաններ, գիտեք ինձ ինչ են գրում շատ հաճախ, որ հաճախականցել է, Սամվել ջան, մենք քեզ շատ ենք սիրում, բայց խնդրում ենք մեր կառավարությանը մի կպի։ Պատկերացնում եք։ Պարոն Փաշինյան, այդպես որ ոնց որ ես ձեր տակից քաշում եմ ձեր հետևորդներին, ոնց որ մի քիչ ավելի ակտիվ աշխատեք այդ առումով։ Այս մեթոդներով ինձ թվում է, եթե ոչ լրիվությամբ, գոնե կատ նիկոլականների մեջ էլ են նստում, որ լավ, այդ մարդիկ վերջը 7 տարի տեսնում են, չէ՞, որ խաբել են իրենց։ Այս պայն գիտեք հարցը ինչու՞մ է, որ այս մարդիկ էլ նայում են։ Օրինակի համար ես արդեն 1 տարուց քիչ ավել է ինչ գործունեություն եմ վարում ու շատ-շատերը այսպես նստած էկրան սպասում են երբ է Քոչարյանի անուն տալու, երբ է Սերժի անուն տալու, հեսա մենք իրա դիմակ կպատրենք ու ես ոնց որ ինչի մասին խոսել եմ, կարծիքն եմ անկեղծ ասել, ինչը որ ես մտածում եմ ինչի։ Եթե նիկոլական չես, սերժական ես կամ քոչարյանական ինձ էլ են այդ շարք եմ փորձել քեզ գցել, բայց որ բավական երկար ժամանակ բավականին լայն բան ունես, լսարանում ես ու իրենց հետ կոմունիկացում ես ու իրենք տեսնում են, որ բան ես անում, ոնց որ այդ առումով առնվազն դու անկեղծ ազնիվ ես, եմ սկսում եմ մտածել, ուրեմն սենց էլ կարա լինի ու այդ թեզը քանդվում է, որ եթե դու բան չես, չգիտեմ, Նիկոլին դեմ ես, ուրեմն նախկինական ես։ Ու նույնը իրականում նախկինների կողմից արվում, որ եթե նախկիններն ես դիմում, ուրեմն նիկոլական ես։ Դա կոնկրետ Նիկոլից է եկել, այդ սև սպիտակի բաժանումը, նախկիններ բանը սկսել են իրար հետ այդ բանի այդ խաղը խաղալ, ինչը ես կարծում եմ արդեն իսկ ոնց որ իրենց կյանք տվող բան է, որովհետև մենք պետք է հասկանանք, որ նախկինները չունեն աջակցությունական հայտորեն, ներկաները չունեն աջակցությունական հայտորեն, մենք պետք է փորձենք այդ բանից դուրս հանել օրակարգը խաղը ու գնալ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի հենց այն խոսքով, որ եղբայր մենք ոչ թե անցյալի մասին քննարկենք, ապագայի ինչ առաջարկ ունես ապագայի համար, որն է լինելու։ Ապագան եկել է, ասում է, եթե 2021-ին ասում էինք, որ ապագան գալու է, ապագան եկել է խաղաղության տեսքով։ Սոլովյովը մեզ բան է արում, դա խաղաղությունը։ Սոլովյովի սպառնալիքն է խաղաղությունը, որ եկել է, դա մեր ուզած ապագան է, նա մեր ուզած ապագան, որ Ալիևը ասում է, որ եթե դու սեղանի շուրջ ես, շատ ճիշտ է նկատում, ուրեմն դու մենյուի մեջ ես։ Մենք ակնհայտ է, չէ՞ որ սեղանի շուրջ չենք ես պահին։ Էդ է մեր ապագան, որ մենք մենյուի մեջ որպես ուտեստ Ռուսաստանը մեզ կուտի թե Ադրբեջանը։
Այսինքն եթե Ադրբեջանն է մեզ ու մի հատ էլ երեսով են տալի, թե բա խոսեք բանի մասով։ Մենք խոսելու բան ընդհանրապես երբեք չենք ունեցել ոչ մի սահմանափակում, որ պետության, որ կայսրության ու որ բանի մասով լինի, բայց դուք ակնհայտորեն արդեն տարիներ շարունակ Ադրբեջանը մեզ վրա ինչ սպառնալիք ասես շպրտում է ու դուք լռում եք։ Ու դրանից առիթավորվելու են, շատերն են դեռ առիթավորվելու, հեսա ես վախենում, որ շատ Բայց տեսակ այդ հայտարարությունից հետո ինչ չէ, Ռուսաստանի դեսպանին կանչեցին, մի այլ կողքի իշխանականներ ակտիվացել են, բայց երբ որ Ալիևն է սպառնում, ոչ մի արձագանք չկա։ Այդ ինչի։ Բան են անում, իրենց այդպես Նիկոլ Փաշինյանը փորձում է շրջանցել այդ հարցերը կամ այսպես խեղճացած բան ասում է, դե մենք բան կանենք, ձև կանենք, որ չենք լսում այդ մեր մասին, չի։ Կամ էլ չգիտեմ, էլի շատ ահավոր սիտուացիա է, իրանց շանս տվեց իրականում Սալավիովի հետ խոսալը, ընդհանրապես իրանց վարկանիշ այնքանով բարձրացրել, ասին, սրանք անկախական են, տեսակ։ Հա, գուցե եւ պայմանավորված լինի, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ինքը եթե Ռուսաստանից Հայաստանը չէ, պոկել է, ապա այդ կառույցների անդամ երկիր ենք մենք հանդիսանում։ Ես կարող եմ ասել, որ մենք շատ հաճախ ես չեմ կարող պնդել, որ դա դիտավորությամբ է արվում, բայց շատ հաճախ են Նիկոլ Փաշինյանի ջրաղացին այդ Ռուսաստանից ջուր լցնում ու հետո ասում են, որ նա ինչ որ հակառուս է, էսեն է։ Ոչ ինքը հակառուս չէ, Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես հակառուս չէ, այդ հակառուսականությունը շիրմա է, իմանալով որ հանրության մեջ կան շերտերը, ովքեր, այսինքն հանրությունը ընդհանուր առմամբ, քանի որ բան է արել Ռուսաստանի մասով մեծ հույսեր ուներ, որ նրանք անվտանգության երաշխավորեն բան ու այդ հիասթափությունից հետո որ նրանք երաշխավորը չէին փաստորեն, այսինքն չերաշխավորեցին մեր անվտանգությունը, ժողովրդի մեծամասնությունը առնվազն բան է հիասթափված, այսպես ասենք, կամ բացասական վերաբերմունք ունի Ռուսաստանի այդ պահվածքի նկատմամբ ու իրենք ուղղակի դիվիդենդ են քաղում դրանից, ընդհանրապես դիվիդենդ են քաղում։ Ու մի հատ էլ մեզ երեսով են տալիս, էլի, որ մենք ընդհանրապես սահմանափակում չունենք, բայց դուք խոսեք, երբ որ ցանկացած կողմից ով կլինի Ռուսաստանը, կլինի Ամերիկան, կլինի Ադրբեջանը, ով ուզում է լինի, երբ որ տեսնեք տպավորություն կա, որ արտաքին աշխարհից լավ էլ աջակցություն ունի, արտաքին ունի, իհարկե ներսում զզվում է ժողովրդի մեծամասնությունը, բայց դրսում կարծես թե հակված են իրեն դեռ պահել այդ տպավորությունը։ Ֆրանսիան դեռ Պետենի ժամանակ, Վիշի ռեժիմի ժամանակ ես օրինակ շատ նմանացնում եմ հիմա Հայաստանի իրավիճակը, որը հա այնտեղ էլ շատ նման էր, որ արտաքին աջակցությունը կար, կոնկրետ Գերմանիայի կողմից այն խոսույթը կար, որ դե բան չենք կարող մեկ է իրենց վրա, պետք է իրենց հետ եղբայրություն անենք, եթե հնարավորություն կա ու նմանատիպ ինչ-որ խոսույթներ կան։ Հիմա մենք այդպիսի վտանգավոր տիրույթում ենք գտնվում այնպիսի կետում, որովհետև այս արդեն ոնց որ աշխարհակարգի արդենից վերաձևակերպման կետին ենք մենք հասել, երբ որ մեծ պետությունները իրար մեջ պայմանավորվածություններ ունեն ակնհայտորեն, այսինքն Ամերիկան, Չինաստան, Ռուսաստան նրանք ակնհայտորեն պայմանավորվածություններ ունեն ու այստեղ գնում է բանի այդ ազատության գոտիների բաժանումը։ Երբ որ Թրամփը գնում Վենեսուելայից վերցնում նախագահին տանում է, դա արդեն իսկ նշանակում է, որ ուժեղի կանոններով վերաբաժանում է գնում։ Հիմա այստեղ մենք խնդիրը մենք Հայաստանին ինչ դեր են տվել կամ տվել են, ինչ ունենք մենք։ Ես ասացի, ուտեստի դեր, մենք մենյուում ենք։ Այստեղ այսինքն ամբողջ աշխարհում շատ շուտով մեծերի կռիվ է գնալու տարբեր տարածաշրջաններում միջանցքների համար, ուղիների համար, ծովային ուղիների համար ու այս իրավիճակում, եթե դու կարող ես լինել փոքր ու չլինել ուտելիք, չլինել ուտեստ, օրինակ մենք կարող ենք տեսնել Իսրայելի кейսը, որը իհարկե մի քիչ ուրիշ է, մի քիչ այլ кейս է, որովհետև իր մեջքին ոնց որ Ամերիկայի նման պետություն կա։ Բայց նաև մենք տեսնում ենք, ես կարող եմ օրինակ բերել, ընդունենք Ղազախստանի кейսը, որը բավականին կարողացել է իր ինքնիշխանությունը ամրապնդել այս ամբողջ ընթացքում, ու ինքը ակնհայտորեն ուտելիք չէ, ինքը սեղանի շուրջ է, ու ինքը ասում է ես էլ պետք է իմը ստանամ։ Մի քիչ ինքը իհարկե առավելություններ ունի, մեծ տարածք ունի, բնակչություն ունի, բայց այստեղ խնդիրը նրանում է, որ Ղազախստանը իր ձև ինքը կարողացել է իր ուժեղ կողմերը այնպես օգտագործել, որ մեծերի հետ նստել է խաղի ու բանակցել ու քննարկել է։ Իսկ սա բոլորին ասում է եկեք մեզ կերեք Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան։ Սա ընդհանրապես մտածում է իր իշխանությունը պահպանելու մասին։ Ընդհանրապես դա։ Ու դրա համար ամեն ինչ անում է մարդը։ Ես մի փոքր մի քանի բան պատմում եմ բանի մասով, ուրեմն ես ուսումնասիրում եմ մեր պետական բյուջեն 2026 թվականի այդ փաստաթղթերն էի ուսումնասիրում, ինչը առաջին աչքիս ընկավ, մեր դեֆիցիտը պարտքի կազմելու է 536 միլիարդ, եթե չսխալվում, 500 միլիարդից ավելի։ Դա մոտավորապես 1.4-ից 1.5 միլիարդ դոլար է։ Այսինքն այս պայդրությամբ տարին փակել ենք 14.1 միլիարդ դոլարով այդ նախորդ տարին։ Բայց նախորդ տարին մենք սկսել էինք 12.9-ով, կարծես թե
Հիմա մի քիչ այդպես շատ հստակ չեմ ասի, բայց 1 միլիարդ դոլարից ավելի անցած տարի ենք պարտքը ավելացրել, այս տարի Բայց մարդը ասում է բերել ենք, բանակն ենք զինել, բան եւ այլն, կորոնավիրուսի ժամանակ ենք փողերը մասին է խոսքը։ Հավանաբար։ Նայեք, գիտեք, այստեղ հարցը նրանում է, որ այդ պետական պարտքը հիմնականում տալիս են կոնկրետ ուղղվածության համար, կոնկրետ ծրագրերի համար են տալիս։ Ներքին պարտքն է մի քիչ ավելի ճկուն, որ ներքին պարկ կարող են վեկալել ավելի շատ է օգտագործել, օրինակ զենք գնել մեկը հենց։ Բայց այստեղ Ես այսպեսի մի բան կասեմ, եթե մենք ամեն ինչը ամբողջը տվել ենք զենքի գնմանը, ես դրա մասին ունեի հոլովակ, կարծեմ 3.4 միլիարդ դոլարի էր ընդհանուր առմամբ այդ ռազմական այդ հենց զենքի գնում, որ ինքս ասում է զենք ենք գնել։ Եթե 8 միլիարդի դու ավելացրել ես, այս տարի է դառնալու է 9 միլիարդից ավելի իր ժամանակաշրջանում գոյացած պարտքը, բայց մնացածն ուր է։ Հետո ասում արցախցիներին ենք օգնել, արցախցիներին ես ստուգել եմ բոլոր ծրագրերով 360 միլիոն դոլարը չի անցնում։ Ու ես մի բան էլ նշեմ, օգնությունն այդքան տվեցին, չէ՞ արցախցիներին։ Հա, ու դրսից է օգնություն եկել։ Ես հիմա հարցնում, ուրեմն ես որ ուսումնասիրում եմ այդ փաստաթղթերը հենց հաշվետվությունները ֆինանսների նախարարության ամենահետաքրքիրը որն է, որ օրինակ երբ որ դեռ 2022 թվականին որ նոր էին արցախցիները տեղահանվում, իրենց նախատեսում էին տալ ընդհանրապես 2 միլիարդ դրամի աջակցություն։ Ընդհանրապես 2 միլիարդ էր նախատեսած, իսկ դրանից հետո որ հասարակությունը իհարկե համաձայն չէր դրա հետ, ոչ մի կերպ չէր համակերպվում, դրանք ստիպված են եղել առաջին տարին շատ ավելի բարձրացնել։ Այդ թվերը այս պահի դրությամբ մոտս չի, որ հենց հստակ այդ թիվը ասեմ որքան է, բայց շատ չնչին թվեր են իրենք ամեն տարվա սկզբին այդ հաշվարկներում նախատեսել, հետո բարձրացրել են, որովհետև ժողովրդի կողմից այդ բանը եղել է, այսինքն գիտեք, իրենք որ ուզում են ցույց տան, որ վայ Ղարաբաղցիները բոլորը սենց է, չկա նման բան, հայերը իրար մեջ սոլիդար են։ Ասեց, սա ձեր տունն է եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերեք։ Պիտի ասիում տունը որտեղ է, ինքը այստեղ տուն չունի նախ սկսենք նրանից, Հայաստանը իրենց տունը չի, Հայաստանը արցախցիների տունն է, ինչպես եւ Արցախը մեր այստեղի հայերիս տունն է ու ընդհանուր առմամբ ընդհանրապես մենք ազգային որպես տարեր մենք իրար տարբերություն չունենք։ Ես նույն հայն եմ, մի քիչ ուրիշ տեղից եկող, այդպես արմատներով Վանից եկող, տարբեր տեղերից արմատներով եկող։ Այս մարդը այն հայն է, որ Արցախից է իր արմատներով գալի։ Մենք տարբերություն չունենք իրար միջու։ Այս պետությունը, որտեղ մենք ապրում ենք, բոլորիս տունը, բայց այ իրենց տունը չի, որովհետև իրենք չունեն այդ տան անդամի սրտացավությունը տան համար։ Իրենք շատ ցավալիորեն մենք շատ հայկական ազգանունով այդ յան վերջավորությամբ մարդիկ ունենք, ովքեր որ ոչ ազգություն ունեն, ոչ հայրենիք։ Այս վերջերս տեսնում եմ մի հատ կին գրում է. դուք Ղարաբաղցիները եկաք, բան մեր խեղճ երեխեքին ուղարկեցինք ընդեղ եւ այլն։ Նախ սկսեք նրանից, որ խեղճ երեխա չի, զինվոր է հայրենիքի, մենք պետք է այդ բանից դուրս գանք, որ զինվորին ասենք, վայ խեղճ երեխեն գնաց եւ այլն, որովհետեւ այո, շատ հաճախ մենք պետք է հայրենիքի համար պատրաստ լինենք վճարել։ Այդ նույնն է, որ հարցակվեն Սյունիքի վրա, Երևանցին ասի բանը, Սյունեցիք թող կռվեն։ Շատ ցավալիորեն իրենք են մտայնություն մտցել, որ լինելու են երևանցիներ, ովքեր ասում են հաթո Սյունեցին կռվի։ Հիմա նայեք, այնտեղ հարցն անում է, որ ես ինքս կռվել եմ ու ես ասում եմ նախ ես խեղճ երեխա չեմ եղել գնալուց, ես գնացել եմ այդ զինվորի հոգեբանության, որ պետք է պաշտպանել, ասենք այնտեղից։ Երկրորդը արցախցիները շատ են եղել կռվող ու բնականաբար նախ եւ առաջ իրենց տներին է մոտ եղել կռվի, իրենք պետք է լինեին մասնակից ու այնպես չի, որ եղել են, հա, որ մարդիկ որ Երևան են փախել եկել, բայց պետք չի ընդհանրացնել ու բոլորի վրա բերել, որտեղ արցախցի կռվող տեսակ է։ Հա, եկել են։ Ջահելներ են եղել, բայց ես պետք է նշեմ, որ արցախցին ուժեղ կռվող տեսակ է, նախ հայի ամենաուժեղ կռվող տեսակն է նա հայերի մեջ։ Ես այդ չես կարա ոչ մի կերպ բանես դրժես ու իդեպ ասեմ էլ որ այն մարդիկ ովքեր այդ խոսույթով են խոսում իրենք ոչ մի բան տված չունեն կռվին իրենք երեխա չունեն տված կռվին բայց խոսում են ինչ որ երեխաներից անմեղ զոհերից եւ այլն պետք է մենք հասկանանք ես նաեւ շատ շուտով սկսելու եմ մեր արցախցի հայերին իմ հայրենակիցներին նույն հային ինչ ես սկսելու եմ կոչեր անել որ մի հանդուրժեք են վերաբերմունքը որ ձեզ են ցույց տալիս եթե ձեզ սկսում են ասել եկակ բան եւ այլն իրենց ցույց տվեց իրենց տեղը ու ասեք որ սա ձեր տունն է իրենց չէ այ իրանք եկած են ես շատ խիստ կասկածներ ունեմ մի խոսքով բանի մեջ չմտնենք 23 թվականի համար էլ է ինչ է ասում մարդիկ 10 ամիս բլոկադայի մեջ ռուս-թուրքական բլոկադ ասում մի օր կռվեցին ընդամենը գիտեք բանը որ ասում մնայք կռվեք այսինքն դուք այս արդեն 5 տարի է մեզ վախեցնում եք, վայ Ալեն Սիմոնյանն են ասում։ նույն Ալեն Սիմոնյանն է դրա մասին խոսում, ոնց են կռվելու են, բայց դուք այդ բլոկադայի մեջ գտնված այդ 120,000 մարդու սոված առանց զենք, առանց ոչ մի բան շրջապատված բոլոր բարձունքներից, բան, ասում եք մնայք կռվեիք։ Դե ասում են այդքան զենքը հանձնվեց, չէ՞։ Զենք եղել է։
Մի խոսքով ես չեմ ուզում շատ խորանամ այդ հարցի մեջ զենքով չի ամեն ինչ լուծվում երբ որ բոլոր բարձունքները գրավված են երբ որ դիվանագիտական հարթությունում 0 է Նիկոլ Փաշինյանը նստում է սեղանին ասում է չէ Ադրբեջանը չի կրակում նորմալ է չէ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ էր ասում չէ ամեն ինչ նորմալ է բան նայեք երևի մոտավոր հաշվարկներով եթե մենք բանանենք այդ կռվի ժամանակ մեկ հային բաժին էր հասնում 100-ից ավել ադրբեջանցի ոնց որ մնայք կռվեիք հասելը դա առնվազն սրիկայություն է չի կարելի անթույլատրելի է որովհետև այս պայդրությամբ եթե ես օրինակ կարող եմ ասել որ մենք այնքան էլ թույլ չենք ադրբեջանից մենք թույլ ենք այնքանով որ մեր ղեկավարությունն է հետո ոգեղենությունն է չէ շատ կարևոր 10 ամիս այդ մարդիկ հոգեբանորեն էլ էին հյուծված վիճակում բացի այն որ հացի խնդիր կար մարդիկ ճնշված ոնց այդպես ոնց կկռվեին էլի լավ է որ այդքան էլ դիմադրեցին իրենք հերոսաբար դիմադրեցին ես այդ պետք է ասեմ ես այնպեսի պատմություններ եմ լսել այդտեղից հենց որ իրական մարկացից ինքնազոհողության որ մարդիկ իմանալով մարդիկ ովքեր որ այդ ժամանակ կռվել իրենք իմացել են որ մեռնելու են որտեղ տարբերակ չունես ողջ մնալու այդտեղ մարդիկ կռվել են ու հետո հելնել ասելու այդ ժամանակ երբ որ այդ մարդիկ բան օթանավակայանում հավաքված վախեցած չգիտեն ինչ անեն կանայքի իրենց երեխաների հետ բան Նիկոլ Փաշինյանը ասում է ոնց ասեց իմ տեղեկություններով իրենց վտանգ չի սպառնում ես համոզված եմ որ վաղը Նիկոլ Փաշինյանի շատ հարցեր ենք տալու հենց այդ առումով այդ ոնց էր որ վտանգ չէր սպառնում Նիկոլ Փաշինյան ով էր քեզ հրահանգել այդ պահին ով էր պատվիրատուն որ դու այդպես ասեցիր Հիմա պարզ է որ ինչքան ընտրությունները մոտենան սրանք այդքան լկտիանալու են բարի ուղիղ իմաստով հիմա մենք ինչ հակազդելու միջոցներ ունենք փաստորեն իրենք բոլոր բաներին հակահարված են եկեղեցին թիրախավորված է ժողովուրդը թիրախավորված է իրենք հսկայական ռեսուրսներ ունեն փողերը որ շռայլորեն ծախսում են կլինի իրենց այդ քարոզչության վրա մարդ բերել չէ տարբեր մարզերից պատարակների մասնակցել տալ կեղծ պատարակների ցույց տալ որ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի պետական ռեսուրսը փաստորեն ցույց են տալիս որ Նիկոլ Փաշինյանի բանն աջակիցներն են Նիկոլ Փաշինյանը իշխանություն ունի քանի դեռ ինքը իր շրջապատին կարող է ցույց տալ որ ինքը կարող է պահել իշխանությունը երբ որ իրենք զգան որ այդ արտաքին աջակցության հաշվին է ընդհանրապես զուտ եւ միայն արտաքին աջակցության իրենց պահելու հաշվին է որովհետեւ իրենք շատ արագ կորցնելու են իշխանությունը եթե այդ բանը կորցնեն աջակցություն դրա համար իրենք ամեն ինչ պատրաստ են տալ հիմա նայեք ընտրությունները քանի մոտենում են իրենք ավելի ագրեսիվ անալու են թե մեր նկատմամբ խոսողների նկատմամբ թե մարկասնապատմամբ ովքեր ազդեցություն ունեն հանրային դաշտի վրա ու գիտեք այդտեղ մի հատ հարց օրինակ ինչի հենց ինձ անդրադարձան որովհետև այդ պիտակը նախքին թալանչի չգիտեմ եւ այլն ինձ չի կպնի որովհետեւ այդ նախքինների ու թալանչիների ժամանակ ես բան հեղափոխության ես մասնակցել եմ երբ որ ես նոր էի բանակից զորացրվել ու ես եղել եմ այդ շարքերում ինչև եմ պահն եմ լիակատար աջակցել որ Նիկոլ Փաշինյանը հայտարարությունից թե կամ ես եմ լինում վարչապետ կամ Հայաստանի Հանրապետություն չի ունեն վարչապետ ու այստեղ խնդիրը նրանում չի որ բոլորս էլ հասկանում ենք որ դա առաջնորդն ինքն է ուրեմն ինքը պետք է լինի բայց երբ որ մարդը պետության շահի հետ իր բանն է դնում այսինքն ինչ է նշանակում այսինքն Հայաստանը գնա կործանվի մենակ դու պետք է լինես հա այդ իր մետա մեսեջը հստակ էր ու այսօր մենք տեսնում ենք որ ինքը այդ մտայնության մեջ է որովհետև ինքը իր շահը իր անձնական շահապետությունից ավելի բարձր է դասում ինքը կարող էր այլ կերպ այդ արտահայտությունը անել չասել Հայաստանի Հանրապետությունը վարչապետ չունի կարող էր ասել որ ժողովրդի կամքը հստակ է ես պիտի լինեմ վարչապետ ոչ թե կամ ես կլինեմ կամ չի լինի ընդհանրապես ինչ է նշանակում դա այսինքն պետությունը կարող է անգլուխ մնալ հա ինչա թե քո ամբիցիան չի բավարարվում այս իրա այդ բանի մասով մնացած ինչ ասում էի մեզ պետք է չլռել մենք տեսնում ենք ինչ որ անարդարություն թեկուզ եւ շատ զզվում ենք այդ մարդուց որ անարդարություն տեղի ունեցել մենք պետքա խոսենք ու այդ մարդն էլ ով որ շատ զզվում է մեզանից էլի պետքա խոսի լուրջ չմնա որտեղ բոլորիս հետևից են գալու հիմա այդպիսի ժամանակներ են ու այդ իմաստով էլ նաեւ որ Նիկոլ Փաշինյանը ինչի համար են հիմա փորձում ինձ լռեցնել նախընտրական շրջանը ու ակնհայտորեն ես բավականին մեծ հեղինակություն եմ ձեռք բերել այս ընթացքում կարողացել եմ մեծ լսարան հավաքել ով ինձ վստահում է հիմա խնդիրը նրանում է որ այդ լսարան ոչ միայն ակտիվ քաղաքականության մեջ ներգրաված մարդիկ կան լսարան նաև շատ նեյտրալներ կան ովքեր որ զզված էին բոլորից ու նայում են որ երիտասարդ մարդ է եկել ով որ ազնիվ է ով որ խոսում է նրա մասին ինչ մտածում է կարող է ինքը երբեմն սխալ ասի իրենց կարող է ինքը երբեմն վատ բան ասի կարող է երբեմն ինքը մեր սրտով չլինի, բայց այս մարդը անկեղծ խոսում է նրանից, ինչ մտածում է, ու դաշտում մենք տեսնում ենք, որ քիչ ինչ որ առաջանում է նման բաներ, ու իրենք վախեցած են հենց դրանից, որտեղ դա կառավարելի չի, այդ տարերային երևույթ է,
ու ամեն ինչ անելու են որպեսի ճնշեն վախեցնեն, կարևորը չվախենան։ Այո, հենց ու խնդիրն է դրանում, չեն կարող ասեն սա նախքին, ասա Քոչարյանի շահն է սպասարկում, այդ դրա համար իրան մի լսեք, չի ստացվում արժե զրկել, որովհետև շարքից հանելու համար քաղաքականության մեջ նախ պետք է արժե զրկես այդ մարդուն։ Ոնց է ինձ ոնց է արժե զրկելու։ Ես օրինակի համար շատ այտենց բան է, ինձ հետաքրքիր, որովհետև ակնհայտորեն ինձ տեղեկություն էլ է հասել, որ կոնկրետ իմ մասով այսպես հարցեր, ով է, ինչ արել, անցյալս լավ, այսպես փորփրել բանն արել, այդպես ոչ մի հատկանշական բան չեն գտել, ինչ հատկանշական բան էլ որ գտել են, եթե գտել են իհարկե, ես ինքս պատրաստ եմ հանրության հետ ուղիղ կոմունիկացվել այդ հարցերով։ Եթե իհարկե հանրության մեջ հարց կառաջանա, չգիտեմ։ Գալով եկեղեցու թեմային, պարզ է, որ սրանց նպատակը իրենց իշխանությանը ենթարկվող եկեղեցի են ուզում ձևավորել, չէ՞։ Նիկոլ Փաշինյանն էլ երբեր մի հայտարարություն արեց, որ հիմա արդեն եկեղեցին եւ պետությունը միասին են, փաստաբանները արձագանքեցին, որ սա կոնկրետ սահմանադրությանը դրույթներին հակասող է եւ Նիկոլ Փաշինյանին բան է ազատազրկում է սպասվում այս հայտարարության հիման վրա, որովհետեւ սահմանադրության անջատ են եկեղեցին ու պետությունը իրավունք չունի։ Մարդը կոնկրետ խառնվել է ու ամենաթողության վիճակ է, ինչ ուզում անում է, կարգալույց քահանաներին տալիս են, տանում են ոստիկանության աջակցությամբ ԱԱԾ-ի ծառայողներով պատարակ են մատուցում են, այն քահանաները, ովքեր նոր են քահանա բան արել, օծվել, ձեռնադրվել, իրենց իրավունքը չի թույլատրվում բարձրանալ։ Հա, հիմա սրա վերջը գալու է, թե այնուամենայնիվ ինքը հասնելու է իր նպատակին, նկատի ունեմ եկեղեցին, եթե ինքը անձնավորում է Գարեգին երկրորդը, մենք գիտենք, որ Գարեգին երկրորդի հարցը չի, նրա երեխայի հարց ունենալ չունենալու հարցը չի։ Ամենաուժեղ, ամենալավ բանը չի, կաթողիկոսը չի Գարեգին երկրորդը, բայց սա իր հարց չի։ Սա եկեղեցու հարցն է ամբողջ։ Ում հետ է, չէ՞ նոր օգում եկեղեցին Նիկոլ Փաշինյանը։ Եթե իրենք մեղադրում են կաթողիկոսին կուսակրոնության խախտման մեջ, որ նայում ես այնտեղ ինչ ասես խոսում են այդ մարդկանց մասին ախր։ Ինչեր ասես չեն արել։ Անկամ այս վերջերս տեսա մեդիայում տարածվում է, որ այդ տիրադավերից երկուսը իրար հետ հարաբերությունների մեջ են։ Այսինքն ինչ ասես էլի։ Մեկը երեխա ունի, մեկը ինչ միջոցների է տնօրինում։ Մեկը վիրահայոց թեմում ինչեր է արել, մեկը եւ այլն, այնպիսի բաներ են, ու եթե իրանք ասում են, բա թե դա ընդհանրապես բաներ են, բամբասանքներ, բայց ո՞նց է լինում, որ կաթողիկոսի մասով բամբասանքներ չէ, ո՞նց է լինում, որ Արշակ Սրբազանի մասով այդ վիդեոն բամբասանք չի, ու օրինակի համար ես արդեն իսկ սկսել եմ կասկածներ ունենալ, որ իսկ հնարավոր է դա բանը արեց, բեմադրված է եղել, ինչի՞ չէ, կարա չէ լինի, որովհետեւ այնքան ապատեղեկատվություն տարած ու հենց պետական ինստիտուտներով, որ այնքան են գցել ռանգը, որ մարդ չգիտի։ Չէ, ես իմ տիրադավների վրա ինչ կոմպրոմատներ ունի, որ միանշանակ ունի, բնականաբար օրինակի համար Bentley Samoy-ի վրա ինքը ունի հստակ կոմպրոմատներ, որ գործ է բացված եղել օֆշորային, մեկ էլ այդ գործը ոնց որ նկատում ես, ոնց որ թե առաջ չի գնում, կանգնած է ու մնացած հարցով, բնականաբար կոմպրոմատներ կա։ Ու այն հասարակ մարդիկ է ովքեր գնում մասնակցում են այդ աղանդավորական ծեսերին, այդ չգիտեմ, այդ շրջիկ է թափառախմբի հետ այդ որ ու նրանց միջոցով եկեղեցին պիտի հաշվետու տա, ֆինանսական բան ներկայացնի։ Իրենց նայում ես իրենց շնորհքը դուք պիտի մաքրեք եկեղեցին։ Լուրջ եք ասում, ու եկեղեցին դարձում է ամբողջ աշխարհում հեղինակազրկում են։ Մեր եկեղեցին ծիծաղի առարկան դարձում, իսկ դա պետք է տան ներսում այդ հարցերը պիտի լուծվի։ Ոչ թե տնից դուրս հանվի ու ամբողջ աշխարհի առաջ ծիծաղի առարկա դառնա, աշխարհի ամենաառաջին եկեղեցին պետականության մակարդակով քրիստոնեություն ընդունած չի կարելի։ Ակնհայտ է, որ կա թշնամական պատվեր, որովհետև մեր եկեղեցին համաշխարհային նշանակություն ունի ու Նիկոլ Փաշինյանի նպատակն է զուտ Հայաստանը կենտրոն դարձնել, Սփյուռքից կտրել, չէ՞։ Նաև, այո, նաև թույլատրել ընդհանուր առմամբ իրեն ենթարկեցնել ու որ եկեղեցին հնարավորինս քիչ խոսի։ Հիմա մեկ էլ այդ բանի առումով էլ մի բան ասեմ, ճիշտ ես նկատում որ իհոք կան մարդիկ, օրինակ ինչ-որ քաղաքապետեր, չգիտեմ մարզպետեր, որ գնում են, իհարկե պարզ է իրենց մոտիվները ինչի են իրենք գնում, բայց իրենք էլ պետք է հաշվի առնեն, որ ժողովուրդ չկա հավերժ իշխանություն, պատասխան տալու ժամանակը որ գա ինչ եք անելու, նույն քահանաները ովքեր միանում են տիրադավներ, ինչ եք անելու, ժողովուրդ, ձեր հանրություն գալու հարց է տալու, ինչ եք դուք անում այս օրերին, բոլորին են այդ հարցը տալու, գիտեք, այս ժամանակները վաղ թե ուշ վերջանալու են, անցնելու այս ամեն ինչը, բա դրանից հետո այդ որ գան ձեզ հարցն են ասեն, ես չեմ ասում էլի այն բանով, ես չեմ մտածում որ գնան սաղի գլուխը ջարդեն այս անին չէ, դա էլ է սխալ, չի կարելի, բայց պատասխանատվություն մարդուն գնալու ես հարցն ես ասես եղբայր դու ես, չէ, ես դու ես այստեղ խոսում։ Խերս ես այսպես ասում, ո՞րն էր քո մոտիվը։
Ինչի համար է քեզ այդպես պահում։ Այդ ժամանակները որ ավարտվեն, այդ ժամանակները ունենալու են թե իրենց հերոսներին, թե ունենալու են ժամանակները իրենց բաներին, այդ ստահակներին։ Ու ստահակներին շատերին ըստ կարգի ըստ ռանգի տարբեր տեսակի հարցեր են տրվելու ոնց ինչի համար բա այդ մեր համընդհանուր ազգային խայտարակության ամոթի ժամանակներում ինչի եք դուք իշխանությանը աջակցում երբ որ մեր վրա Ալիևը ոտերը սրբում էր ամեն օր խեք դուք լուր ու ոչ միայն լուր այլ նաև բան անում այդ դա արդարացնում կամ ինչու եք կեղծ ընդդիմադիր խաղում Շատ հարցեր։ Այսպես շարունակ, այո։ Եվ քանի որ արդեն ամփոփում ենք, Սամվել ջան, օրինակ քո կարծիքով, արդյոք այս առաջիկա ընտրությունները կարելի է դիտարկել իշխանափոխության տարբերակ։ Եթե հաշվի առնենք այս մեր ամբողջ քննարկածը եւ սրանք որքան են կարճած իրենց աթոռներին, ինչ են անում իշխանության գալու համար, վերընտրվելու համար, այդ պայմաններում արդյոք հնարավոր կլինի Եթե մենք զուտ իզոլացված ընտրություններ նայենք ոչ, որովհետև կարամ մի քանի кейս իհարկե կարող եմ վերել, օրինակ հիշեք, էջ միասին ընտրությունների ժամանակ մեկ էլ հոպ ու հին ժամանակները վերադարձան, լույսերը անջատեցին, այո։ Ես համոզված եմ, որ մենք լույսերի անջատումներ կտեսնենք դեռ։ Ու էլի շատ բաներ։ Շատ բաներ։ Ինձ թվում է մենք սպես ունենալու ենք բան, ոնց է դրան ասում, դեժավյու։ Մենք հստակ դեժավյու ենք ունենալու այս ընտրություններին, են իրենց ասած ազատ, արդար, դեմոկրատական եւ այլն ընտրությունները մենք այս անգամ չենք տեսնի, որովհետեւ հստակորեն իրենք այդ աջակցություն չեն ստանում, որ մեծամասնություն կազմեն։ Բայց այդ իզոլացված ընտրությունների դեպքում, բայց այ ընտրությունների հետևանքները, հետընտրական process-ները կարող են եւ բերել իշխանափոխության ու մենք պետք է ամեն բան անենք, որ այ հենց այդ հետընտրական process-ները, որտեվ ես այդքան միամիտ չեմ, էլի, ես այդ պատրանք չունեմ, որ իրենք չեն կարող նկարել թվեր, իրենք չեն կարող խփել որքան ուզեն, որովհետեւ եթե մարդը Սերժի կոստյումը հագնում է, իրեն շատ դուր է գալիս, է մարդը մի օր է կխփի ինչքան կուզի։ Եթե մարդը վերցնում է Սերժ Սարգսյանի golden ծիծակ համարը դնում է ու մեկի պայտակս մարը դե բավականաչափ ծիծակ չի, էլի, всё-таки իմ նման պերվի կռուկ տղա ոնց կարա մեկ չլինի այ եթե ինքը ծիծակ համարն էլ է դնում մեր պերվի կռուկ տղեն հա դրան էլ կհասնի որովհետև դուք չեք նկատում այդ տրենդը որ ինչ մենք այն ժամանակ տեսել ենք ու ինչի դեմ մենք դուրս ենք եկել փողոց այդ նույնը ու պետք է ասեմ մի քիչ ավելի էսպես հմուտ որովհետև իրենք քարոզչությունը իրեն շատ ավելի լավ է աշխատում բայց նույն Անիֆի դեպքը նույն չգիտեմ մարդկանց փողոցներում ծեծելու Միրան Հակոբյան, Արթուր Չախոյան, Հակոբ Կարապետյան, նույն մութ բաժեզդում ծեց։ Կադաստրի կոմիտեի կողմից ըստ քաղաքացու վկայության իր ամուսնուն խմբակային այդ պատվերով ծեծել է քաղաքից դուրս տանել է, չգիտեմ։ Բայց այդ ամենը ներկայացում է ժողովրդավարություն։ Հա, իհարկե, Եվ քաղաքացիական ներկայացուցիչները, ովքեր հիմա մեծ քաղաքչակերտավոր, ովքեր իշխանության մեջ են այսօր։ Բոլորը իշխանությունից փող են ստանում, չէ՞։ Դեկատի ուրեք Դանիել Հովհաննիսյան։ Այո։ Եվ ոչ միայն իրեն։ Էլի կան, չէ, իմ մարդու իրավունքների ջատագովներ, որ բանից ամենից փող էին ստանում այն ժամանակ, գոնե ծպտուն էին հանում։ Հա, ես պետք է ասեմ, այ օրինակի համար գիտեք, ես սպես մի քիչ բան կասկածամտորեն էի ավելի վերաբերում օրինակ ազատություն ռադիոկայանին, որը բավականին բան է, իրականում նեյտրալ է։ Այսինքն ես որ նայում եմ, այնպես չի, որ իրենց օգտին խոսում է, բայց օրինակի համար նույն Դանիել Հովհաննիսյանը որ կա, ինքը հստակ կողմնակալ է։ Հստակ կողմնակալ է, այսինքն ռադիոկայանը հիմա է, որ մի քիչ փոխվել է։ Չեք հիշում, մի ժամանակ իշխանության քարոզներ անում առավոտից գիշերը։ Հա, մի ժամանակ շատ էին անում, բայց այս պահի դրությամբ բանը պահպանում են։ Գոնե, այսպես ասեմ, անկողմնակալությունը պահպանում են։ Ինչը վերը լավ է, շատ քաղաքական ուժերի անտեսելով եւ այլն, հա։ Կարա լինի, այդ մի բանը չգիտեմ։ Իսկ ինչ վերաբերվում է հենց կոնկրետ Դանիել Հովհաննիսյանին, իր գրած այդ մատնագրերով ու մասը ստանում է, բայց ինքը փորձում է այսպես նեյտրալիտետ իբր թե խաղալ ու ասում է որ տեսեք այն վիրահատություն նոր տարած մարդու մասով էլ, բայց պարոն Հովհաննիսյան, եթե անում եք, ես ուղիղ ձեզ եմ դիմում, այդ որ իմ ասածներն այդպես կեղծիկ, ամբողջությամբ կեղծիկ եք ինչ որ որակում Ալեն Սիմոնյանի այդ սպառելիքից 2 օր հետո Այդ իհարկե պատահական չէ, ես հավատում եմ որ դեկտեմբերի 31-ից հետո դուք առաջ աշխատանքային օրով եկաք, այդ 150,000 դիտումով 2-3 ամիս առաջվա վիդեոն նոր տեսաք, բայց
ամեն դեպքում, էլի, ոնց որ դուք հետևեք նաև այդ գործերին, որովհետև ոնց որ թե իրենք այնքան էլ լավ առաջ չեն գնում։ Այս պայդրությամբ մենք ունենք լիքը ընդդիմադիրներ բանտերում, որպես կալանքի ձևով, ձեռփակալության ձևով հստակ քաղաքական հետապնդումներ, բայց օրինակի համար դուք ասում եք, դե ես հաղորդումը ներկայացրի, բայց դե ես ինչ անեմ, չեն աշխատում։ Դե ուրեմն հենց արեք, որ աշխատեն։ Ճիշտ չեմ ասում։ Այո։ Չէ, ինքը կոնկրետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից փող է ստանում մարդը։ Այդ չեմ կարող ես պնդել, չեմ կարող ասել փող ստանում է թե ոչ։ Ֆինանսավորում չկար, հիմա իրենց տևական ժամանակի կառույցը համալրվել է Նիկոլ Փաշինյանի նախկին պատգամավորներից մեկի կինն է հիմա ղեկավարում իրենց կառույցը, այնպես որ հա։ Նույնիսկ այդպես։ Հայկ Գևորգյանի կինն է ղեկավարում, գաղտնիք չէ, Նիկոլ Դանիելը նոր շեֆ ունի, էլի, դրա համար ինքը Դանիելը հստակորեն խաղում է պրոիշխանական դաշտում։ Պրոիշխանականը ո՞րն է, իշխանական։ Ինքը հստակորեն իշխանական քարոզչությունը տանում, իր էջը դարձել է իշխանական քարոզչական հարթակ։ Այո։ Ուստի ուրիշ բան չպետք է սպասենք։ Շնորհակալ եմ այս զրույցի համար Սամվել ջան, շնորհակալություն որ եկաք։ Այսքանը սիրելի հայրենակիցներ, չմոռանաք անպայման լայքել, գրել մեկնաբանություններ եւ տարածել այս եթերը։ Հաջողություն, առողջ եղեք։